Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Դոժդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների նոր հոսք։ Նրա խոսքով սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա եկել Հայաստան։ Սիմոնյանը նշել է, Հայաստանում ռուսաստանցիներին կվերաբերվեն հարգանքով եւ անհրաժեշտության դեպքում կօգնեն։ Նա անդրադարձել է նաեւ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով Հայաստանում հնարավոր հանրաքվեի թեմային։ Նրա խոսքով, եթե մոտ ապագայում նման հանրաքվե անցկացվեր, ապա Ռուսաստանում շատ կվշտանային Հայաստանի բնակչության արձագանքից։ Սիմոնյանը շեշտել է, Հայաստանում շատերը վիրավորված են 2020 թվականի պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումից։ Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցն իրական դառնա։ Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ դեռևս որևէ կոնկրետ քայլ չկա, ընդգծել է Սիմոնյանը։ Իրանը եւ Օմանը Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու վերաբերյալ քննարկումներ են անցկացրել։ Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել Իրանում արտգործնախարարների խորհրդակցություններից հետո, որոնք կենտրոնացել են նեղուցով անվտանգ նավագնացության վերսկսման վրա երկրների ինքնիշխանության պահպանմամբ։ Տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մշտական նավագնացային միջանցքի եւ նեղուցի հետագա կառավարման շուրջ համաձայնության հասնելու համար։ Բացի այդ, Իրանը եւ Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցի ջրերի ականազերծման հարցեր։ Նեղուցի համատեղ կառավարման համակարգի շուրջ պայմանավորվածությունները կքննարկվեն 30-ից 60 օրվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հավելել։ Կողմերը պետք է համաձայնեցնեն Հորմուզով անցման նոր մշտական երթուղին։ Պաշտոնյայի խոսքով Օմանի ծոցից Պարսից ծոց մտնող ծովային երթևեկության ժամանակավոր երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի տարածքային ջրերով, իսկ ելքի երթուղին ինչպես Իրանի, այնպես էլ Օմանի ջրերով։ Ղարիբաբադին նաև շեշտել է, Հորմուզի նեղուցը փակ է եւ Իրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։ Դիվանագետը նաև հերքել է նեղուցն ականազերծելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր եւ վիրավորներ են գրանցվել։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության գիշերը երկրի տարածքում խոցվել է ավելի քան 420 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Լիպեցկում 2 մարդ է զոհվել, այդ թվում 14-ամյա երեխա։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Կրկին թիրախավորվել է Վայլդբերիսի պահեստը Տամբովի Կոտովսկ քաղաքում։ Ըստ տեղի իշխանությունների հրդեհի պատճառով լոգիստիկ կենտրոնը լիովին ոչնչացել է։ 2 մարդ տուժել է։ Աշխատակիցները տարհանվել են։ Կոտովսկում Վայլդբերիսի պահեստը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսին, այն ժամանակ զոհվել էր 7 մարդ։ Ուկրաինական ուժերը նաև հայտնել են Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում Լուկոյլի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 160-ից ավելի ԱԹՍ։ Չեռնիգովում զոհվել է 2 մարդ, այդ թվում 4-ամյա երեխա։ Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինան անառարկելիորեն պարտվում է պատերազմում, իսկ նախկին պաշտոնյաների կողմից իշխանության հասցեին կոռուպցիայի մեղադրանքները ցույց են տալիս, որ երկրի վարչակազմում ներքին պառակտումը սրվում է։ Դմիտրի Պեսկովի խոսքով Եվրոպան չի ցանկանում դա ընդունել, ինչը նրանց կողմից մեծ սխալ է։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեդքլիֆն այցելել է Մոսկվա ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեդքլիֆի հետ չի հանդիպել։ Դմիտրի Պեսկովի խոսքով ԿՀՎ ղեկավարը շփումներ է ունեցել հատուկ ծառայությունների հետ, սակայն դեռ վաղ է ասել, թե ինչպես այդ շփումները կանդրադառնան ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայիս խոր ճգնաժամից դուրս բերելու վրա։ Մամուլում Ռեդքլիֆի այցի տարբեր պատճառներ են շրջանառվում՝ Մոսկվային նախազգուշացումներից մինչև Իրանի դեմ պատժամիջոցների քննարկում եւ ռուսական բանտերից ամերիկացի բանտարկյալների ազատ արձակում։ Քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերը լուծարվում է, հայտարարել է խմբավորման առաջնորդ Մազլում Աբդին։ Նրա խոսքով ՍԴՈ-ի առաքելությունն ավարտվել է եւ խմբավորման ուժերը լիովին ինտեգրվել են սիրիական բանակի կազմում։ Աբդին հայտարարությունն արել է Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ Աշշարայի եւ այլ պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։ Սիրիայի կառավարությունը եւ ՍԴՕ-ն հունվարին համաձայնության էին եկել պետական կառույցներում քուրդ զինյալների փուլային ինտեգրման շուրջ։ Համաձայնության ձեռքբերումից առաջ Սիրիայի կառավարական ուժերը գրավել էին քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող երկրի հյուսիսային եւ արևելյան տարածքների մեծ մասը։ Նեպալի եւ Չինաստանի սահմանին ջրհեղեղ է տեղի ունեցել։ Նեպալում կա շուրջ 1 տասնյակ զոհ, մոտ 400 զբոսաշրջիկ անհետ կորել է, այդ թվում 291 օտարերկրացի։ Մի քանի գյուղ հեղեղվել է, փլուզվել են շենքեր, կամուրջներ, ճանապարհներ։ Զոհերի թիվը կարող է աճել։ Ջրի բարձր մակարդակի պատճառով փրկարարական ուղղաթիռները չեն կարողանում վայրեջք կատարել։ Ջրհեղեղից տուժել է նաեւ Տիբեթը։ Գիրոնգի նավահանգստում սողանք է տեղի ունեցել, կան անհետ կորածներ։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը հրահանգել է որոնողափրկարարական
բավական լայնածավալ աշխատանքներ իրականացնել։ Ըստ նախնական տեղեկությունների ջրհեղեղն առաջացել է ձնահյուսի հետևանքով, այլ վարկածով ջրհեղեղի պատճառը ձնհալքն է։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։